Ես մեր ձևով շարժման անդամ Շիրազ Մանուկյանն եմ։ Կասեք ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա դատավարությունից։ Ակնկալիքները դեռևս բոլորիս նույնն են, այսինքն մենք մեծ սպասելիք ունենք մեր պայքարով հանդերձ, որ պիտի թեկուզ եւ այսօր փոփոխություն լինի։ Ազատ արձակվի Սամվել Կարապետյանը, բայց մինչև այդ էլ շատ լավ ճանաչում ենք, հասկանում ենք, թե ինչ պրոցես է տեղի ունենալու, բայց մենք հստակ հայտարարել են նույնիսկ երեկ, որ եթե ազատ չարձակեն Սամվել Կարապետյանին, շաբաթվա վերջում ունենալու ենք մեծ հանրահավաք նվիրված եւ ի աջակցություն նաեւ Սամվել Կարապետյանին։ Եվ եթե տեսեք էլ այսօր այստեղ էլ շատ երիտասարդներ ներկա են ի աջակցություն Սամվել Կարապետյանին, եւ սա էլ քաղաքական խրամատ չէ միայն։ Սա մեր պայքարի խրամատն է։ Եվ ինչքան էլ որ մեզ փորձեն լրացնել, մեզ հարվածել, մենք հետ չենք կանգնելու։ Մենք շարունակել ենք մեր պայքարը մինչև վերջ, անելու ենք ամեն ինչ մինչև վերջ եւ անել ենք մեր ձևով։ Եթե Սամվել Կարապետյանը ազատ արձակվի, հանրահավաքը տեղի չի ունենալու, թե դա կապված չէ մեկի մյուսի հետ։ Փոքրիկ խմբակը շատ լավ գիտի, երբ որ Սամվել Կարապետյանը ազատ արձակվի, այս ամեն ինչը էլ ավելի մեծ թափ կստանա։ Շատ լավ է հասկանում, որ Սամվել Կարապետյանը իր համար, փոքրիկ խմբակը շատ լավ է հասկանում, որ իր համար շատ մեծ խոչընդոտ է, որովհետև այսօր հայրենասեր մարդիկ, հայրենանվեր մարդիկ, ովքեր պաշտպանում են եկեղեցին, ովքեր կանգնում են ժողովրդի կողքին, եւս խոչընդոտ են այսօրվա խմբակի համար։ Եվ ես հստակ եմ ասում, որ Սամվել Կարապետյանը թեկուզ եւ այսօր գտնվում է փակի տակ, ապօրինաբար։ Բայց ոչ մի գործողություն եւ ոչ մի պայքար եւ ոչինչ չի հետ կանգնելու։ Շարունակել ենք մինչև վերջ մնալով ժողովրդի կողքին, ինչպես եւ մեր գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը կշարունակի իր պայքարը նույնիսկ փակի տակ լինելով։